Սիրելի աշակերտներ, ինչպես նշել ենք նախորդ տեսադասին, առաջին շախմատային ժամացույցներ ստեղծելուց հետո հնարավոր եղավ պաշտոնապես անցկացնել շախմատի աշխարհի առաջնություններ։ Այդ իրադարձությունից ընդամենը 3 տարի անց պաշտոնապես տեղի ունեցավ առաջին աշխարհի առաջնությունը, որտեղ հաղթող ճանաչվեց 50-ամյա Վիլհելմ Ստեյնիցը։ Ստեյնիցն առաջինն էր, որ համակարգեց շախմատային գիտելիքներն ու կանոնները, այն իրապես դարձնելով գիտություն։ Հիմա համոզվենք Ստեյնիցի խաղերի սրընթաց և գեղեցիկ լինելու մեջ։ Այստեղ նա խաղում է սպիտակներով, և ինչպես տեսնում եք, նրա մրցակցի արքայի դիրքը անապահով է։ Դեպի սև արքա ճանապարհները բաց են։ Նավակին այստեղ կարող է միանալ թագուհին և ստեղծել մատային սպառնալիքներ։ Սակայն սևերի փիղը հսկում է այս կարևոր դաշտերը, փիղը փաստորեն պաշտպան է, և մենք գիտենք սա 3-րդ դասարանի մարտավարական հնարքներից, պաշտպանին հարկավոր է հեռացնել։ Ստեյնիցն այստեղ զոհաբերում է նավակը, և իրական խաղում մրցակիցն այստեղ հանձնվում է, քանի որ հաշվի առնելով, եթե ընդունեն զոհաբերությունը, ինչպես նշեցինք, փիղն այլևս չկա և h4 դաշտն ազատ է։ Թագուհի h4 և արդեն ստեղծվում են այստեղ մատային սպառնալիքներ, կարելի է այն համարել կրկնակի հարված։ Եթե սևերը փորձեն փրկել արքային, կհարվածենք նավակին։ Եթե փորձեն փրկել նավակին, կարող ենք հայտարարել մատ մեկ քայլից կամ մեկ այլ տարբերակով։ Գուցե նաև այսպես և փախչեն արքայով և պաշտպանեն նավակին, բայց h8-ի մատը դեռևս գործում է։ Նաև գրանցենք վարժություն տետրերում, այստեղ Ստեյնիցը խաղում է սևերով, ուշադրություն դարձնենք, որ սևերն ունեն 1 փիղ, մինչդեռ սպիտակները 2, այսինքն սևերը զոհաբերել են իրենց թեթև ֆիգուրը, որպեսզի ստանան ավելի արագ զարգացում, և ինչպես տեսնում եք, նրանք կապի տակ են պահում սպիտակների թագուհին, կապի տակ են պահում սպիտակների փիղը, արքան մնացել է կենտրոնում, իսկ եթե արքան մնացել է կենտրոնում, նա դառնում է գրոհների առարկա, նրա վրա անընդհատ պետք է կազմակերպել գրոհներ, պատրաստ լինելով զոհաբերել խաղաքարեր, և այստեղ այդպես էլ Ստեյնիցն անում է։ Նավակը վերցնում է d2, քայլ համար առաջին, նավակը վերցնում է d2 շախ, և սա ի դեպ կրկնակի հարված է։ Հիշենք, որ թագուհին գտնվում է կապի ներքո, չի կարող հարվածել, ստիպված պետք էր վերցնել արքայով, արքան վերցնում է d2, արքան հայտնվեց բաց գծի ներքո, և այն խաղաքարը, որը մինչ այս պասիվ էր, միացավ գրոհին, նավակ d8 շախ, և այստեղ, եթե արքան քայլեր e1, այս բաց գծերով կարող են շարունակել գրոհել, օրինակ այսպես. շախ, d ուղղաձիգը փակ է, f2 փախուստի դաշտը փակ է, և մեկ քայլից հետո արդեն մենք ունենք մատային դիրք։ Ահա այս նավակ d8 շախից հետո արքան նահանջել է c1, հասկանալով, որ այստեղ սպասում են մատային դիրքեր։ Արքան c1 երրորդ քայլով, և տեսեք, նավակն այժմ ակտիվ է, սպիտակ արքան հայտնվեց սև դաշտում, և ժամանակն է գործածել սևադաշտ փիղը, գրոհել սև դաշտերով։ Փիղ a3 շախ, արքան նահանջի որևէ տարբերակ չունի, հարկավոր է շախի ճանապարհը փակել։ Չորրորդ քայլով փակել են շախի ճանապարհը, այժմ արդեն նավակն է գտնվում կապի տակ, մենք չենք ուզում թագուհիները փոխել, մեր թագուհին ակտիվ գրոհող խաղաքար է, մենք ավելացնում ենք ճնշումը այս կապի տակ գտնվող նավակի վրա։ Հիշեցնենք, նավակը կապված է, չի կարող շարժվել։ Այժմ մենք ունենք 2 հարված, թագուհի c3 քայլով, և այստեղ պարզ չէ ինչպես պաշտպանել նավակին, այստեղ մեկ քայլից սպառնում է մատ։ Կարելի է փորձել ենթադրենք պաշտպանել թագուհիով, բայց թագուհին լքեց իր դիրքը, և այժմ սևերը կարող են գրոհել վերջին հորիզոնականից։ Թագուհի e1 շախ և մատ։ Եվ երկրորդ տրամադրում Ստեյնիցը խաղում է սպիտակներով, նորից նա ունի 3 թեթև ֆիգուր, մինչդեռ մրցակիցը 4, նա զոհաբերել է 1 թեթև խաղաքար, որպեսզի ստանա արագ զարգացում, ինչպես խաղում էր օրինակ Պոլ Մորֆին։
Եվ այստեղ նա հետարքիր զոհաբերությամբ, շատ գեղեցիկ, ձին վերցրել է D7 առաջին քայլով, ստեղծել բաց հարձակման նախադրյալ, սա մենք երրորդ դասանում ուսումնասիրել ենք, հեռահար խաղաքարը, գծի վերջնամասում մրցակիցը և նրանց միջև մեր մեկ այլ խաղաքար, ցանկացած խաղաքար, որը կարող է կատարել օգտակար քայլ, հիմա կտեսնենք ձիու օգտակար քայլը, որը կարող է լինել, նորից ահա այս գեղեցիկ, նա ստեղծել է գծային հարվածի նախադրյալ, հեռահար մրցակից և օգտակար մեր խաղաքարերից, թևերը վերցրել են D5, սպիտակները զոհաբերեցին թագուհի և բաց հարձակման նախադրյալը, տեսեք, ձին կատարում է օգտակար շախ, ու իհարկե կրկնակի հարված, բայց հարցը այստեղ կրկնակի շախն էր, երկրորդ քայլով ձի F6 կրկնակի շախ, հիշենք, որ կրկնակի շախի դեպքում բոլոր խաղաքարերը, այսպես ասած, սառչում են, քարանում են, բոլոր, ենթադրենք այսպես, ոչ մի խաղաքար չի կարող խաղալ շախմատային կանոններով, կարելի է խաղալ միայն արքայով, շախի ճանապարհը փակել հնարավոր չէ, վերցնել հնարավոր չէ, քանի որ շախերը երկուսն են, պետք է խաղալ արքայով, եթե արքայով խաղալու տարբերակ չկա, ուրեմն սա մատ է, արքան կարող է քայլել կամ D8 կամ F8, երկու դեպքում էլ արքա F8, մենք հաջորդ քայլով վերցնում ենք ձին և հայտարարում մատ, փիղը վերցնում է E7, շախ և մատ, այսպիսի գեղեցիկ, ասեք 3 թեթև ֆիգուրները ինչպես կարողացան հաղթել արքային, որի ամբողջ բանակը գրեթե իր հետ էր, տեսեք բոլոր ֆիգուրները գրեթե կան, և նույնը տեղի կունենար, եթե արքան նահանջեր D8 դաշտ, նորից, փիղը վերցնում է E7, շախ և մատ, մենք տեսնում ենք երկու փղի ուժը, իհարկե նրանց օգնեց նաև իրենց նավակը, ահա այսպես, խաղաքարերի համագործակցությամբ հնարավոր եղավ հաղթել, այսքանը հաջորդ տեսանյութում մենք կուսումնասիրենք Տիգրան Պետրոսյանի ռազմավարությունը, ցտեսություն եթերում։